Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Սպանվել է Իրանի փաստացի ղեկավար Ալի Լարիջանին, Թեհրանը պնդում է պայքարը շարունակվում է։ Նոր սահմանադրության ամենախնդրահարույց հատվածներից նախաբանը կհաստատվի առանց սահմանադրական խորհրդի քվեարկության։ Պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Քաղաքացիական պայմանագրի падգամավոր Վլադիմիր Վարդանյանը դեռ չընտրված սահմանադրական դատարանի դատավոր շտապում է հրաժեշտ տալ խորհրդարանին։ Որովհետև շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարկագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ։ Էլեկտրական ցանցերը որպես գերակա շահ պետությանը փոխանցելու գործընթացը դատարանը ժամանակավորապես կասեցրել է, բավարարելով Տաշիր ընկերության բողոքը։ Նոր մանրամասներ երեխային մահվան դուռը հասցնելու պատմությունից փոքրիկը բռնությունների է ենթարկվել դեռ հունվարից։ Առաջիկա օրերին պետք է հրապարակվի նոր սահմանադրության նախագիծը, բայց ամենախնդրահարույց մասը նախաբանը դեռ պատրաստ չէ, թեև այստեղ մեծ ինտիկ չկա էլ, վարչապետն արդեն ասել է, որ հղումը անկախության հռչակագրին հանվելու է, միաժամանակ հերքելով, թե դա Ադրբեջանի պահանջով է։ Ու չնայած սահմանադրական խորհրդի առնվազն 2 անդամ ասել է, որ դեմ է հղումը հանելուն, դա կարծես չի խանգարի որոշումը կայացնել։ Նոր սահմանադրության տեքստից անկախության հռչակագրի հղումը հեռացնել չհեռացնելու հարցը սահմանադրական բարեփոխումների խորհրդի քվեարկությամբ չի որոշվելու։ Արդարադատության նախարարն այսօր հայտարարեց, այդ հարցով որոշում կայացնողը ոչ թե խորհուրդն է, այլ իշխող ուժը։ Քաղաքական հանձնառությունը կրում է իշխող խմբակցությունը եւ կառավարությունը եւ ուրեմն պատասխանատուն որոշումների կայացման կառավարությունն է եւ ինչպես կառավարությունը որոշի, այդպես էլ կհրապարակվի։ Խորհրդի քվեարկությամբ չի Խորհրդի քվեարկությամբ մի շարք մասնագիտական հարցեր են որոշվում, բայց ես կրկնում եմ, որ նույնիսկ ես չեմ առաջնորդվում այն տեսլականով կամ սցենարով, որ խորհուրդը դեմ է լինելու որևէ դրույթին, բայց դա մի հարցակ է։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը Գալյանն ասում է, այնուամենայնիվ հնարավորություն կունենա դիրքորոշում հայտնելու։ 4 տարի առաջ վարչապետի որոշմամբ ստեղծված այս մարմնի գործառույթները սակայն հստակ շարադրված են այդ նույն որոշման մեջ։ Այնտեղ կարդում ենք, որ խորհուրդը որոշումներն ընդունում է կոնսենսուսով, անհնարինության դեպքում քվեարկությամբ։ Խորհուրդը իր կարծիքն է հայտնելու։ Նախարար Սրփուի Գալյանն այսօր չբացատրեց, ինչու չեն առաջնորդվում վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգերով։ Ընդ որում, սա վարչապետի որոշումից միակ շեղումը չէ։ Փաշինյանի կարգադրությամբ խորհրդի ստեղծումից հետո պետք է ձևավորվեր մասնագիտական հանձնաժողով, հետո այդ հանձնաժողովը պետք է մշակեր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը, ներկայացներ խորհրդին, որն էլ իր հերթին այն հաստատեր եւ ներկայացներ վարչապետի աշխատակազմ։ Ըստ ժամանակացույցի դեռ 2023 թվականի հունիսի 30-ին խորհուրդն արդեն պետք է հաստատած լիներ հանձնաժողովի գրած սահմանադրության փոփոխությունների բուն նախագիծը։ Այժմ ոչ մասնագիտական հանձնաժողով կա, ոչ հայեցակարգ կա, ոչ էլ ժամկետներն են պահպանվել։ Սահմանադրությունն էլ ոչ թե փոփոխվում է, այլ բոլորովին նորն է գրվում։ Նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել 2 տարի առաջ, երբ Ադրբեջանի նախագահը հրապարակավ պահանջեց, որ Երևանը գործող օրենքի նախաբանից հեռացնի անկախության հռչակագրին հղումը։ Մենք Ալիևի դա ձեր կարծիքն է, խնդրում եմ ձեր կարծիքը, խնդրում եմ ձեր կարծիքը որպես բացարձակ ճշմարտություն չհավակնեք ներկայացնել։ Իլհամ Ալիևը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ հղումն անկախության հռչակագրին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանից։ Վարչապետն անցած շաբաթ հպարտանում էր, քաղաքացիական պայմանագիրը միակ ուժն է, որ ուզում է ազատվել հռչակագրից։ Փաշինյանը այդ փաստաթղթում մեծ վտանգներ է տեսնում։ Ինքը մի կոնֆլիկտի հակամարտության հռչակագիր է, որտեղ մենք ասում ենք, որ ոչ թե պետքա պետություն եք ստեղծում ոչ թե այդ հռչակագրով, ոչ թե մեր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու համար, այլ մենք պետություն ենք հիմնում
Լեռնային Ղարաբաղի եւ Արևմտյան Հայաստանի համար։ Սահմանադրական դատարանը շուրջ 1.5 տարի առաջ էր եզրակացրել, որ սահմանադրությունը չի պարունակում տարածքային պահանջ Ադրբեջանից։ Այդ դեպքում ինչու Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում անկախության հռչակագիրը սահմանադրությունից հեռացնելու մտքից։ Արդարադատության նախարարն այսօր թե սահմանադրական դատարանի որոշման հետ էր համաձայնում, թե սեփական մեկնաբանությունն անում ինչպես վարչապետը, որ Հայաստանը խաղաղությունը վտանգող իրավական ակտ չպետք է ունենա։ Ոչ միայն սահմանադրությունը, այլ նաև որևէ իրավական ակտ չպետք է պարունակի մեր անկախությունը, խաղաղությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը վտանգելու դրույթն է։ Որն է այդ վտանգավոր իրավական ակտը, նախարարն այդպես էլ չասաց։ Իսկ ի վերջո երբ կհրապարակվի նոր սահմանադրության նախագիծը։ Նախարար Գալյանը չխոստացավ, բայց կարծիք հայտնեց, որ այն հանրությանը հասանելի կդառնա նախքան խորհրդարանական ընտրությունները։ Եվրամիությունը հաղորդում է, որ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը առաջիկա օրերին Հայաստանում կլինի համագործակցությունն ամրապնդելու եւ տարածաշրջանային կապակցվածությունը զարգացնելու նպատակով։ Վաղը հանձնակատարը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ուրբաթ Գյումրիում այցելելու է Եվրամիության ֆինանսավորմամբ գործող ձեռնարկություններ։ Արդյոք ռուսներն իսկապես հեռացել են հայ-թուրքական սահմանի ախորիկի անցակետից, ինչպես հավաստիացնում են իշխանությունները։ Պաշտոնական հայտարարություններից հետո ռուս սահմանապահների այնտեղ տեսնողներ դեռ եղել են։ Կառավարության 2021-26 թվականների ծրագրի կատարման հաշվետվության ԱԱԾ-ին վերաբերող բաժնում պնդում կա, որ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ախորիկ անցման կետում ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ներկայումս չկա ՀՀ պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո։ Նշված է զեկույցում։ Մարտի սկզբին ախորիկ ազատության այցելության ժամանակ մինչդեռ մեզ ուղեկալի տարածքում ռուս հրամանատարը դիմավորեց, հարցազրույցից հրաժարվեց, ասաց ինքը պաշտոնապես տեղեկություն տրամադրելու իրավասություն չունի։ Տեղում սակայն ըստ էության պարզ դարձավ, որ ռուս սահմանապահները դեռ այդ ուղեկալում ծառայություն են իրականացնում։ Ազատությունը ախորիկ այցելությունից հետո գրավոր հարցմամբ դիմել էր ԱԱԾ-ին, հարցնելով. արդյոք վերահաստատում են, որ Ռուսաստանի սահմանապահները հեռացել են ախորիկ անցման կետից։ Եթե այո, ապա կոնկրետ երբ է դա տեղի ունեցել։ Արդյոք ԱԱԾ-ի նշած անցման կետը գործող էր, թե այլ անցման կետ նկատի ունեին։ Հարցումն ուղարկել էինք մարտի 6-ին, օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը լրացել է անցած ուրբաթ մարտի 13-ին, սակայն ԱԱԾ-ն խախտելով օրենքը դեռ չի պատասխանել մեր հարցմանը, նաև չի հայտնել, որ իրենց լրացուցիչ ուսումնասիրության համար ժամանակ է հարկավոր։ Ախորիկում ռուսական սահմանապահ ուղեկալը մի քանի տարի առաջ գյուղի տարածքից դուրս տեղափոխվեց, ավելի մոտ տեղակայվելով հայ-թուրքական սահմանին։ Ուղեկալ տանող ճանապարհը դժվար անցանելի էր, նկարահանումն արգելված։ Նախազգուշացնող մի քանի ցուցանակներ են փակցված, արգելապատնեշներ եւ իհարկե փշալարեր։ Ուղեկալից ներս գտնվող շինությունների վրա Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով նկարներ էին, բայց բարձրացված ռուսական կամ հայկական դրոշ չտեսանք։ Ախորիկի վարչական ղեկավար Մարսպետ Սարգսյանը հստակ չպատասխանեց հարցին։ Հիմա անցակետում հայ թե ռուս սահմանապահներն են ծառայում։ Մենք հիմնականում այդ հատվածում, սահմանային ուղեկալի հատվածում գտնվում են մեր վարելահողերը։ Վարելահողերը, դե գիտեք, գյուղատնտեսական մշակման սեզոնը դեռ չի սկսվել, հիմնականում մարտի վերջը արդեն ապրիլի կեսերին է սկսվում, այդ ժամանակ նոր մենք առնչություն ունենում ենք։ Ախորիկցիները ուղեկալից ներս գտնվող իրենց հողերը մշակելու համար պետք է հատուկ անցաթուղթ ունենան։ Բնակիչներից դիմումները վարչական ղեկավարն արդեն հավաքել է, իսկ ում հաստատմանն է ներկայացրել։ Սահմանապահ ջոկատին ենք ներկայացնում ցուցակները, ռուսական, որպեսզի բնակիչները ստանան իրենց անցաթղթերը։ Այսօր ռուսական կողմն է տրամադրում։ Միանշանակ ռուսական կողմը տրամադրում է անցաթղթերը, բնակիչները ստանում են եւ ամբողջ սեզոնին զբաղվում են իրենց գյուղատնտեսական աշխատանքներով։ Գյուղամեջում հավաքված ախորիկցիները հաստատեցին, որ ռուսները չեն հեռացել, իրենք ամեն օր տեսնում են գյուղով անցուդարձ անող ռուս ծառայողներին։ Ինֆորմացիա կա, որ ռուսները դուրս են եկել ախորիկի անցակետից։ То суд խորատայ ախպեր։ Ամիսը մեկ ժամ սպասեք տեսա, ռուսական մեքենաներ իշքան գուղ։ Սալբատներ, զինվորները։ Պես բան չկա։ Զինվորները ստեղ են։ Զաստավները իրանք ստեղից կրան մի ինչ է, վերևի զաստավները իշտան, իրանք չան տունել։ Հա։ Ռուսներն այստեղ են։
Երևի հաստատ չգիտեմ, բայց երթում կերում գալիս են։ Ռուսական սահմանապահ ուղեկալում սահմանամերձ գյուղերի բնակիչներն էլ են ծառայում, այդ թվում աղուրիկից։ Շատ։ Գյուղից կա, հա։ Գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին կմտնեն ուղեկալ, լսել են, որ ուղեկալից ներս հայկական եռագույն է բարձրացվել։ Մի քանի օրից կգնան հողերը մշակելու, միանգամից իրենց աչքով էլ կտեսնեն եռագույնը կա թե ոչ։ Ամեն դեպքում կարծում են սահմանը պետք է հայ սահմանապահները հսկեն։ Հնարավորություն ունի թող մեր հայերը մեր սահմանը հսկեն, ռուսերը թող մնա, բայց դե հիմնական հայ է, ամեն մաս թող իր երկիրը իրանք հսկեն։ Ազատությունը ուղեկալի ներսում նկարահանում արել էր 3 տարի առաջ, այն ժամանակ տեսել էինք խորհրդային տարիներից պահպանված մաքսային անցակետի շինությունները, բայց դրանք նորոգման կարիք ունեին, դռները, պատուհաններն ու տանիքը վնասված էին։ Թե որտեղ են աղուրիկում այժմ հայ սահմանապահները ծառայություն իրականացնում, պարզ չէ, ամեն դեպքում վերջին շրջանում կառավարության օրակարգում է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հարցը, նույնիսկ ռուսական կողմի հետ են բանակցում կոնսենսիոն կառավարման հանձնված երկաթուղին նորոգելու հարցով։ 17 տարի առաջ Հայաստանի ու Թուրքիայի միջև ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում Գյումրի-Կարս երկաթուղու հայկական կողմի հատվածը շատ արագ նորոգվեց, որ թուրք երկրպագուները այդ ճանապարհով Հայաստան գային ֆուտբոլ դիտելու, բայց սահմանը չբացվեց, իսկ երկաթուղին դարձյալ վերանորոգման կարիք ունի։ Մեր զրուցակից աղուրիկցիները կողմ էին եւ սահմանի բացմանը եւ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկմանը։ Ինչ օգուտ կունենաք, օրինակ դուք աղուրիկցիները դրանից։ Մենք օգուտ չունենք, քաղաքի բնակիչը թող ունենա։ Դու մենք եք ունենանք, չէ, թող աղուրիկի բնակիչը չունենա։ Քաղաքը, մյուս քաղաքները, Երևանը, մեր ազգաբնակչությունն է, չէ՞ վերջ առաջ։ Մենք մեր հայերն ենք, ուրիշ մարդ չկա այստեղ։ Թող եղնի, համաձայն եմ ես։ Այսինքն դուք կողմ եք, որ բացվի տնտեսական ինչ-որ տեղաշարժ։ Փոփոխություններ կլինի, հա, շատ լավ, բդոր լավ է անի։ Իդեպ աղուրիկի վարչական ղեկավարն Ազատությանն այսօր փոխանցեց, որ մարտի 5-ի մեր այցելությունից հետո ուղեկալում ոչինչ չի փոխվել։ Այժմ էլ Իրանից ստացված վերջին տեղեկությունները Թեհրանն ի վերջո խախտեց լռությունը հաստատելով, որ սպանվել է ազգային անվտանգության ղեկավար երկրի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանին։ Միաժամանակ Իրանը շտապում է հավաստիացնել, որ ոչ այս, ոչ էլ ավելի վաղ բարձրագույն առաջնորդի մահն իրենց հետ չի պահելու վրեժից։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը ևս պատերազմի ավարտի մասին դեռ չեն խոսում։ Թեհրանում այսօր հրաժեշտ են տվել ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիին եւ Բասիջ կիսառազմական ուժերի հրամանատար Ղոլամ Ռեզա Սոլեյմանիին, ինչպես նաեւ Շրի Լանկայում ամերիկյան զինուժի կողմից խոցված նավի զոհված նավաստիներին։ Պաշտոնական Թեհրանը 3 ուշ գիշեր մի քանի ժամվա լռությունից հետո միայն հաստատեց Լարիջանիի եւ Սոլեյմանիի սպանությունը իսրայելական հարվածից։ Նախկին հոգևոր առաջնորդի սպանությունից հետո 67-ամյա Լարիջանին էր փաստացի ղեկավարում երկիրը։ Նրան փոխարինողի մասին դեռ չի հաղորդվում։ Ավելին վերլուծաբանները համարում են, որ Լարիջանիի սպանությունով Իրանում ղեկավարության խորը վակուում է առաջանում։ Նրան փոխարինող չկա այն մարդկանց շրջանում, որոնք ողջ են ու աշխատում են կառավարությունում։ Սակայն Իրանի արտգործնախարարը հայտարարել է, Լարիջանիի սպանությունը չի խաթարի կառավարության աշխատանքը, քանզի այն կախված չէ անհատներից։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում Աբբաս Արաղչին պնդել է, ԱՄՆ-ն եւ Իսրայելը այդպես էլ չհասկացան, որ Իրանն ուժեղ քաղաքական կառուցվածք ունի, քաղաքական, տնտեսական եւ սոցիալական կայացած ինստիտուտներով։ Մեկ անհատի առկայությունը կամ բացակայությունը չի ազդում այս կառուցվածքի վրա։ Իհարկե, անհատները ազդեցիկ են եւ յուրաքանչյուր մարդ կատարում է իր դերը, բայց կարևորն այն է, որ Իրանի քաղաքական համակարգը շատ ամուր կառուցվածք է։ Իրանցի պաշտոնյան նաև պնդել է երկրի գերագույն առաջնորդը փետրվարի 28-ի հարձակման ժամանակ միայն թեթև վնասվածքներ է ստացել, ողջ եւ առողջ է ու լիովին վերահսկում է իրավիճակը։ Մոջթաբա Խամենեին, սակայն հոր սպանությունից ու պաշտոնում նշանակվելուց հետո ոչ մի անգամ չի ներկայացել հանրությանը։ Այս ընթացքում դրա անունից միայն մեկ գրավոր ուղերձ է տարածվել։ Արդեն այսօր պատերազմի 19-րդ օրը Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ չեզոքացրել են Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբին, նաև հետախուզության այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
Իսրայելի քաղաքականությունը հստակ է եւ միանշանակ։ Իրանում ոչ ոք անձեռնմխելի չէ, բոլորը թիրախ են։ Մենք կշարունակենք հետևել եւ որսալ նրանց բոլորին։ Իրանի նախագահը հաստատել է նախարարի սպանության լուրը։ Խաթիբն այս պաշտոնում նշանակվել էր 2021-ին, մինչ այդ այլ բարձր պաշտոններ է զբաղեցրել նախարարությունում եւ գերագույն առաջնորդի գրասենյակում։ Հաղորդվում է, որ նա զգալի դեր է խաղացել Իրանում ցույցերի ընթացքում ցուցարարների ձերբակալությունների եւ սպանությունների գործում եւ դեռ 2022-ից ներառվել էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։ Մինչ հստակ չէ, թե ովքեր են հիմա Իրանի վերնախավում որոշում կայացնողները, երկրի գլխավոր դիվանագետը նաեւ հայտարարել է, թե միջուկային զենք չմշակելու մասին Թեհրանի դիրքորոշումը էապես չի փոխվի, թեև նոր գերագույն առաջնորդը դեռ կարտահայտի իր մոտեցումն այս հարցում։ Արարչին զգուշացրել է, պատերազմի համաշխարհային հետևանքների ալիքը նոր է սկսվել եւ կհասնի բոլորին։ Լարիջանի սպանությանն ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գիշերը հրթիռակոծել է Իսրայելը, այդ թվում Թել Ավիվը։ Կա 2 զոհ։ Իսրայելի առողջապահության նախարարության փոխանցմամբ վերջին 24 ժամում երկրում 192 մարդ է վիրավորվել։ Իրանի բանակի գլխավոր շտաբի պետն իր հերթին սպառնացել է նոր եւ ցավոտ հարվածներ հասցնել ի պատասխան Լարիջանի սպանության։ Իրանը նաեւ հարվածել է ծոցի մի քանի երկրներում գտնվող թիրախների, նաեւ Բաղդադում ԱՄՆ դեսպանատանը։ Իսրայելի բանակն իր հերթին հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոնների, հրթիռների արձակման հարթակների եւ հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում Թեհրանում։ Հարվածներից մեկը դիպել է Բուշերի ատոմակայանի մետրոլոգիական ծառայության շենքի հարակից տարածքին, որը գտնվում է գործող էներգաբլոկի անմիջական հարևանությամբ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ հարձակման է ենթարկվել նաեւ հարավային Փարսի, գազի աշխարհի ամենամեծ հանքավայրում գտնվող նավթաքիմիական համալիրը։ Լորեստան նահանգում էլ 1 տասնյակից ավելի մարդ է սպանվել։ ԱՄՆ-ն իր հերթին հայտնել է, որ ամերիկյան զինուժը հարվածել է Հորմուզի նեղուցի երկայնքով գտնվող իրանական հրթիռային կայաններին, կիրառելով հզոր ռումբեր, որոնք կարող են թափանցել բունկերներ։ Իսրայելի բանակը նաև հարվածել է Լիբանանին, թիրախավորելով արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքներին։ Կա առնվազն 20 զոհ, 40-ից ավելի վիրավոր։ Ռազմական գործողությունների ֆոնին դեռ փակ է Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մեծ մասը հրաժարվել է ռազմանավեր ուղարկել նեղուցում նավթատար նավերին ուղեկցելու համար։ Դոնալդ Թրամփն ասել է, որ դաշնակիցները մեջբերում են հիմար սխալ են գործում, իսկ ամերիկյան զինուժն այլևս նրանց կարիքը չունի։ Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն շատ հիմար սխալ է թույլ տալիս։ Ես վաղուց եմ ինքս ինձ տվել այդ հարցը։ Հետաքրքիր է, ՆԱՏՕ-ն երբևէ օգնության կհասնի մեզ։ Այնպես որ սա հիանալի փորձություն էր, քանզի մենք նրանց կարիքը չունենք, բայց նրանք պետք է լինեին այնտեղ։ Իրանի արտգործնախարարն ասել է, որ նեղուցում նոր կանոններ կգործեն ապահովելու նավերի անվտանգ անցումը հատուկ պայմաններում, որոնք կբխեն Իրանի եւ տարածաշրջանի շահերից։ Մանրամասներ սակայն Աբբաս Արաղչին չի ներկայացրել։ Ու մինչ ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակում են Իրանի դեմ պատերազմը, ԱՄՆ օրենսդիրները պատասխաններ են պահանջում, թե ինչ տվյալների հիման վրա ԱՄՆ-ն միացավ Իրանի դեմ այս ռազմարշավին։ Վաղը հետախուզության ոլորտի բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ ցուցմունք կտան Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում, ինչը օրենսդիրներին հնարավորություն կտա հարցեր ուղղել Թրամփի վարչակազմին, թե հետախուզական ինչ տվյալներ էին ստացել նախքան պատերազմ սկսելը։ Երեկ էլ հրաժարական տվեց Միացյալ Նահանգների ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջոզեֆ Քենթը, պնդելով, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ։ Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին, սոցցանցում գրել էր Քենթը, հավելելով. Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական սպառնալիք չէր, եւ ԱՄՆ-ն այս պատերազմը սկսեց Իսրայելի եւ նրա հզոր ամերիկյան լոբիի ճնշման պատճառով։ Ակնկալվում է, որ դեմոկրատները թերևս հենց Քենթի մեկնաբանությունների վրա կկենտրոնանան հանրապետականներին քննադատելու համար։ Լսումները կշարունակվեն նաեւ 5-շաբթի արդեն ներկայացուցիչների պալատում, որտեղ Քենթը եւս ներկա կլինի։ Ես բացարձակապես ոչ մի ապացույց չեմ տեսել, որ Իրանից հարձակման անմիջական սպառնալիք կար, հայտարարել է Կոնեկտիկուտից ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի առաջատար դեմոկրատ անդամ Ջիմ Հայմսը։ Ըստ նրա չկա այդպիսի որևէ ապացույց, գոնե այն ինֆորմացիայում, որը հետախուզական համայնքը տրամադրել է հանձնաժողովներին։ Իսրայելի հարվածներից այսօր առավոտյան Բեյրութի կենտրոնում առնվազն 12 մարդ է սպանվել։ Իսրայելն ուժեղացնում է հարձակումները Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի դեմ։ Եթե մինչև այժմ Բեյրութում հիմնականում թիրախավորվում էին հարավային արվարձանները, ապա այս անգամ հարվածներ են հասցվել նաև քաղաքի կենտրոնական հատվածներին։ Պասորեն Իրանից հետո երկրորդ թեժ գետը Լիբանանն է։ Թերևս ելքը հստակ չէ, որևէ նախադրյալ չկա հրադադարի կամ բանակցությունների սկսման, նախ սա դարաձաշրջանային է,
ավելի լայնամասշտաբ, հետո քաղաքտականների, փախստականների զանգվածային ալիք, ուրեմն որովհետև Իսրայելը խնդիր է դրել ստեղծել անվտանգության կոդի եւ որոշակի քյուղեր, բնակավայրեր հիմնահատակ կանտում է։ Ճիշտ է, որ հիմնականում Լիբանանի հարավն է ամենակլխավոր թիրախը եւ Բեյրութի հարավային արվարձանները, բայց նաեւ երբ թիրախավորում են այս կամ այն օբյեկտը կամ մասնավորությունը, նաեւ աշխարհակրթությունը ընդլայնվում է։ Հայկական առումով մարդկային կամ նյութական վնասներ չկան, բայց այս ուրեմն հարվածների անմիջականությունը աշխարհակրթականորեն բնականաբար ավելի ճշիչ մթնոլորտ է ստեղծում։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ հատվածում դիտեք։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը դեռ չընտրված սահմանադրական դատարանի դատավոր շտապում է հրաժեշտ տալ խորհրդարանին։ Որովհետև շահերի բախումից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս այնպիսի վարկագիծ դրսևորել, որը չի ստեղծի լրացուցիչ իրավական խոչընդոտներ։ Էլեկտրական ցանցերը որպես գերակա շահ պետությանը փոխանցելու գործընթացը դատարանը ժամանակավորապես կասեցրել է, բավարարելով Տաշիր ընկերության բողոքը։ Նոր մանրամասներ երեխային մահվան դուռը հասցնելու պատմությունից փոքրիկը բռնությունների է ենթարկվել դեռ հունվարից։ Իրավապահները նոր տեղեկություններ են հաղորդում դաժան պատմության մասին։ 4-րդ օրը վերակենդանացման բաժանմունքում գտնվող 1 տարեկան փոքրիկին պարզվում է դեռ հունվարից են պարբերաբար ծեծել, իսկ վերջին դեպքն արդեն սպանության փորձ էր։ Գործով ձերբակալվածը երեխայի հոր երկրորդ կինն է, իսկ նրա 26-ամյա մայրը եւս 3 երեխա ունի, 2-ը մանկատանը, երրորդին այս դեպքից հետո տարել են խնամքի կենտրոն։ 1 տարեկան փոքրիկին 1.5 ամիս պարբերաբար ծեծել են, հետո փորձել սպանել։ Գլխավոր դատախազությունն է այսօր տեղեկացրել, որ այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ֆիզիկական ուժեղ ցավ են պատճառել երեխային, իսկ մարտի 15-ին փորձել սպանել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության երեխայի հոր երկրորդ կինն է մեղադրյալը։ Ձերբակալվել էր դատարանն այսօր, նրան կալանավորելու հարցն է քննելու։ Փոքրիկ տղան Ալեքսը այժմ Արաբկիր բուժկենտրոնում է, վերակենդանացման բաժնում։ Գիշերվա ժամը 3-ին 4-ին զանգում են տղայիս, բանը, արի երեխեն տաքության մեջ վառում, այն ասեցի չգնաց գլուխդ կուտեն, չգնաց, բայց տղաս գնաց առավոտը, գնացեն ասում է ինչ տաքություն, ինչ բան, այնտեղ երեխա չկա, ու ես էլ չեմ տեսել, այնց են ջնջխել երեխուն, ասում է երեխա չկա։ Ոտերը ջարդած, թևերը ջարդած, այնտեղ երեխա չկա։ Փոքրիկի մորական տատիկը, որ արդեն խճճվել է դստեր 4 երեխաների ծագման պատմությունների մեջ, պնդում է, տանը, որտեղ ողբերգությունն է եղել, երեխան ոչ մի արյունակից էլ չի ունեցել։ Պաշտոնական հաղորդագրություններում հայր անվանվողը երեխայի կենսաբանական հայրը չէ։ Այդ տղամարդը իր մյուս թոռան հնգամյա աղջնակի հայրն է։ Նախկին ամուսնու ու նրա զուգընկերուհու խնամքին է մայրը թողել փոքրիկին, որ վարձով տուն ճարի։ Կնոջ պատմելով այդ տանն արտառոց բարքեր են եղել, իր դուստրն էլ հայտնվել է այդ բարքերի ցանցում։ 1000 հատ, տնիկ ունի 1000 հատ բիջ ունի, չգիտես որը որից է։ Ասում էր մամա, ասում էր պետք է փախնեմ երեխուն բերեմ, պետք է փախնեմ երեխուն բերեմ, ասել գնա փախել եմ, ոչ չեմ գնալու։ Երեխուն թողել է նույնիսկ բալես, վախից փախել է։ Ինչ որ բան որ լինի, ես կասեմ։ Փոքրիկի մոր հետ Ազատությունը ողբերգության օրն էր խոսել, ասել էր այդ զուգընկերուհին իր ընկերուհին է, չի հավատում, որ այդպիսի բան եղած լինի։ Գուցե ուրիշն է արել, ասում էր։ Ընդամենը 1 տարեկան ու 2 ամսական երեխային ուրիշների մոտ թողնելը բացատրել կացարան փնտրելու ցանկությամբ։ 26-ամյա այս կնոջ 4 երեխաներից 2-ը խնամքի հաստատությունում են, հնգամյա աղջնակը մինչև 3 տարեց տատիկների խնամքիներ։ 3 լրատվամիջոցների ահազանգից հետո սոցիալական ծառայողներն են եկել ու խնամքի կենտրոն տարել աղջնակին։ Այս տանը նա տատիկի, մեծ տատիկի ու մորեղբոր հետ էր ապրում։ Տարեց կանայք ծանր են տանում երեխայի բացակայությունը, բայց հասկանում են այս փուլում ավելի լավ է աղջնակը հեռու մնա այս իրադարձություններից, անընդհատ տագնապ ունեն, որ իրենց ձևակերպմամբ այդ տանված շրջապատից կփորձեն վնասել իրենց։
հրեշներից մեզ փրկեք, առաջ երթին իմ երեխեքին փրկեք, հետո իմ մեզ փրկեք, որ ոչ իմ երեխեքին վնասնան, ոչ էլ մեզ վնասնան, այս հրեշները։ Մենք հիմա դրանցից նախեն ենք կարող ական սաղից փորը գյուլալացեն էթան։ Իրավապահները դեռ ոչինչ չեն ասել, մեկամյա փոքրիկին մահվան դուռը հասցնող կինը օժանդակողներ ունեցել է, այդ նախկին ամուսինները դաժանության հետ կապ ունեն, թե ոչ։ Մարդը չէ վերջապես։ Դու ոնց կարաս անասնաբար երեխան սպանես, երեխան վնասես, փոխանակերակրես, տիրություն անես։ Տարեցկանայք անընդհատ փոքրիկի առողջական վիճակի մասին են հարցնում։ Առողջապահության նախարարը այսօր հայտարարել էր դրական տեղաշարժ կա։ Արաբկիր բուժկենտրոնից սակայն առավոտյան ասել էին վիճակը նույնն է, ծայրահեղ ծանր բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Իսկ տեղյակ եք երեխուց շնորհություն կա։ Երեխայի մայրն էլ մեզնից էր հարցնում ինչպես է երեխան։ Նա նաև դեռ չգիտեր, որ մյուս երեխային հնգամյա աղջնակին խնամքի կենտրոն են տարել։ Ես չգիտեմ։ Ոնց չգիտեք։ Անկեղծ չգիտեմ։ Իսկ տարեց տատիկները, որ այս օրերին անընդհատ անցանկալի այցելուների են բախվում, հասցրել են տունը կարգի բերել, մաքրել, դասավորել, որքան կարողացել են, որ եթե պետությունից մարդ գա, համոզեն, երբ այս դեպքերը մարեն, իրենք ի վիճակի են լավ խնամել աղջնակին։ Տանը դեղցանիկ կա, խոստանում են 2 լոր, մի սև կաքավ բերել, ուրախացնել նրան, երբ տուն գա։ Մինչ քաղաքացիական պայմանագիրը քննադատության էր արժանանում, որ օրենքով անկախ սահմանադրական դատարան մտադիր է գործուղել սեփական թիմակցին, ինքը պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներողություն դեռ չընտրված արդեն շտապում է իրերը հավաքել խորհրդարանում։ Ինչ ասում, տրադիցիայի համաձայն վերջում էլ պետք է ասում Ժորժան ավել պակաս կներեք։ Իսկ ուր է շտապում Վլադիմիր Վարդանյանը, որ իր գլխավորած հանձնաժողովի անդամներին հրաժեշտ է տալիս։ Դեռ պարզ չէ, բայց պատգամավորը վստահ հեռանում է։ Հանրապետության նախագահ առաջադրել է իմ տեխնատությունը համարական դատարանի դատավորի պաշտոնում։ Հանրապետության նախագահն 8 տարվա քպական Վարդանյանին չի նշանակել, ընդամենն առաջադրել է սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնում, ու որ Վարդանյանը հասնի այդ պաշտոնին, պետք է ազգային ժողովում ընտրություն լինի, ու փակ գաղտնի քվեարկության արդյունքում նա դատավոր ընտրվի։ Ընտրության օրն անգամ հայտնի չէ, բայց Վլադիմիր Վարդանյանն այսօր ավարտեց հրաժեշտի արարողությունը։ Օգտվելով առիթից նաև ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ հանձնաժողովի անդամներին, բոլոր իմ գործընկերներին, որ այս ընթացքում շատ ակտիվ համագործակցություն է իրականացել հանձնաժողովի հետ։ Պատգամավորի հիմնավոր հրաժեշտից նույնիսկ հանկարծակի եկավ նրա թիմակիցը։ Չարժեր շտապել հրաժեշտ տալ, բայց լավ։ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկում կար, ու որ շահերի բախում չլիներ, հանձնաժողովի նախագահ Վարդանյանը աթոռը զիջեց փոխնախագահ Ջուլհակյանին ու ինքն էլ իր կարգավիճակը որակեց անցումային։ Պատգամավորն էլ բաժանման խոսքերի արանքում նշեց, ազգային ժողովի որոշումից է կախված իր ընտրվելը, բայց կանգ չառավ։ Եթե ինչ-որ եղանակով, ինչ-որ ժամանակահատվածով, ինչ-որ փուլում, ինչ-որ վարկագծի որույթը տեսակ չի համապատասխանում ձեր ակնկալիքներին, հավատացնում եմ դա չի եղել որույթը եղանակով դիտավորությամբ կամ չարամտության արդյունք։ Վլադիմիր Վարդանյանը շատ մանկական միամտությամբ փաստորեն ամբողջ ծրագիրը իշխող ուժի բան է արել, այսպես պարզել է, բացահայտել է, չի դիմացել, գործընկերներն էլ հաջող է արել, որովհետև ֆորմալ բան են գրում այդ փակ գաղտնի քվեարկությունները։ Իրենց դեպքում ընտրություններ չեն, իսկապես նշանակումներ են, եւ եթե նկատել եք, վերջի շրջանում այդ ձևականություններից արդեն զերծ են։ Իշխանության թեկնածուն նույնիսկ ձևական կողմն էլ չի պահում, որ քվեարկության արդյունքները կանխորոշած չեն, ասում է ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, նրան չի զարմացրել ԿՊ-ի թեկնածուի վաղաժամ հրաժեշտը։ Զվարճացնում է հերթական անգամ, հիշեցնելով են հայտնի խոսքը, որ դատավորը ծախված է, վաճառված է, խաղն էլ ծախված է, այն առումով, որ ընտրության արդյունքները պարզ են ընտրությունից առաջ, բոլորը գիտեն, որ առաջադրել են թեկնածու, գալու է, կապ չունի ինչ է խոսելու, ինչ հարց են տալու, ինչ հանրային արձագանք է ունենալու, SMS-ը գալու է, իրեն ընտրելու են, որովհետև այդպես են որոշել, որովհետև սահմանադրական դատարանը էլ ավելի պիտի ենթարկվի իրեն։ Բաժանման խոսքերից հետո լրագրողները փորձեցին լսել Վլադիմիր Վարդանյանին, որ 6 օր է ԿՊ-ական չէ։ Շատ հարցեր ունեին, բայց թեկնածուն հրաժարվեց անցումային փուլում մեկնաբանություններից։ Այս անցումային կարգավիճակում որևէ մեկնաբանություն չեմ տալու։ Իսկ Ազատությունը փորձում էր այս հարցի պատասխանը լսել։ Ինչպես ստացվեց, որ հանրապետականին քննադատող ԿՊ-ն էլ գնաց նույն ճանապարհով, 8 տարվա կուսակցականին խորհրդարանից որոշեց սահմանադրական դատարան
գործ ուղղել։ Ես շնորհակալություն ըմբռնման համար, հարգելի գործընկերներ։ Մենք խոսում ենք նաև լրատվական էթիկայի կանոնների։ Չէ, ես ձեզ ասեցի, որ մեկնաբանություն չեք տա։ Իշխանության գալուց հետո ԿՊ-ն նաև կուսակցական կապերի պատճառաբանությամբ էր փորձում նախկին դատավոր Հրայր Թովմասյանին հեռացնել Սահմանադրական դատարանից։ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժեղ Հայաստանը ընտրություններում հաղթելու դեպքում արդյոք հետապնդելու է Արցախի անկախության հարց կամ Ադրբեջանի հայերի վերադարձի հնարավորություն տեսնում է։ Իշխանությունը վերցնելու հայտ ներկայացրած քաղաքական ուժի խոստումներն այս հարցում շռայլ չեն։ Պրեզենտացիայի ժամանակ ասվեց պարոն Կարապետյան, որ անվտանգությունը երկու կոմպոնենտ ունի՝ զինված ուժեր եւ դիվանագիտություն։ Զինված ուժերի մասին բավականին երկար խոսեցիք, թե ոնց եք պատկերացնում բարեփոխումները, բայց դիվանագիտության մասին չխոսեցիք։ Օրինակ Արցախի հարցում ձեր դիրքորոշումը ո՞րն է։ Դա կներկայացնենք մեր հանրությանը, թե ինչ խնդիր ենք մենք տեսնում այս պահին եւ ինչ լուծումներ ենք տեսնում։ Առաջնայինը, որ տեսնում ենք, մեր հայրենակիցների Հայաստանում բնակարանային ապահովման հարցն է, Արցախի հայրենակիցների Հայաստանում բնակարանային ապահովման տների հետ կապված հարցն է, որ մարդիկ այդքան տարի իրենց կյանքի մեծ մասը Հայաստանի համար, մեր մեծ Հայաստանի համար պայքարելով այսօր տների խնդիր ունեն, բնակվոնդի խնդիր ունեն։ Իսկ վերադարձի հարցը։ Վերադարձի հարցը պետք է հաշվի առնենք անվտանգությունը մեր հայրենակիցների, շատ ամենակարևոր բանը, որ մեր հայրենակիցները, ովքեր իրավունք ունեն վերադառնալու, քանի որ դա իրենց հայրենիքն է, հնարավորություն ունենան այնտեղ անվտանգային մեխանիզմներ, անվտանգություն։ Այսօր Արցախում 10 հայեր մնացել, բայց 10-ից ոչ մեկը այսօր այնտեղ չի։ Եթե չեն կարողացել 10 հայի հետ լեզու գտնեն այնտեղ, մենք չենք տեսնում այն երաշխիքները, որ մեր մյուս հայրենակիցները կարող են անվտանգ այնտեղ լինել։ Ընդհանուր հայրենիք վերադառնալու իրավունքը դա միջազգային կարևոր իրավունք է, որին մենք հետևելու ենք, բայց այդտեղ կարևոր է նաև այն երաշխիքները, որ մեր հայրենակիցների համար մենք կունենանք։ Իսկ Արցախի անկախության հարց դուք հետապնդելու եք հաղթանակի դեպքում։ Մենք պետք է ռեալ հողի վրա այս պահին տեսնենք ինչպես է իրավիճակը այս պահին։ Հողի վրա իրավիճակը այդպիսի հնարավորություններ չի բացում եւ այդ этаպը հայկական պատմության մեջ մի քիչ փոփոխություններ են կատարվել, գիտեք։ Դրա համար մենք տեսնում ենք առաջնայինը հայրենիք վերադարձի իրավունքը մեր հայրենակիցների եւ նրանց անվտանգության երաշխիքները իհարկե եւ նաեւ մեր հայրենակիցների այստեղ բնակվելու իրավունքը, այստեղ բնակվելու, տնավորվելու հարցը, սոցիալիզացիայի հարցը, ովքեր որ ցանկություն ունեն եւ այսօր էլ Հայաստանում են բնակվում։ Երկու ամսով հետաձգվել է Սամվել Կարապետյանին պատկանող էլեկտրական ցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը, դատարանը բավարարել է Միլիարդատեր գործարարի բողոքը։ Միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցերը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացը հետաձգվում է առնվազն մինչև մայիսի 25-ը։ Կառավարությունը մինչ այդ ընկերությունն այդ ճանապարհով ձեռք բերել չի կարող։ Վարչական դատարանի որոշումն է։ Մասամբ բավարարելով Տաշիր կապիտալի հայցը, դատարանը 3 արձանագրել է, որ սեփականատերը սահմանված ժամկետում կառավարության առաջարկը չի ստացել։ Կարապետյաններին պատկանող հայաստանյան թերևս ամենախոշոր ակտիվը պետականացնելու մասին իշխանությունները հայտարարեցին անցած տարի Ռուսաստանաբնակ գործարարի կալանավորմանը զուգահեռ։ Նախօրենսդրական փոփոխություններից հետո կարողացան ստանձնել Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը։ Ամիսներ առաջ էլ կարգավորող հանձնաժողովն ընկերությանը զրկեց լիցենզիա։ Այդ որոշումից հետո եռամսյա ժամկետ էր սահմանվել, որի ընթացքում կողմերը կարող էին համաձայնեցնել վաճառքի պայմանները, սակայն ինչպես արձանագրում է վարչական դատարանը, սեփականատերը կառավարության առաջարկը վերջնաժամկետի ավարտից հետո է ստացել, ուստի մեջբերեմ հնարավորություն չի ունեցել համաձայնեցված կարգով օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերը։ Եռամսյա ժամկետը լրացել է փետրվարի 21-ին։ Տարածքային կառավարման նախարարն ընկերությունը ձեռք բերելու առաջարկը փետրվարի 17-ին է ուղարկել։ Տաշիր կապիտալը սակայն այն ստացել է փետրվարի 25-ին։ Վարչական դատարանի այս որոշումը ենթակա չէ բողոքարկման։ Արդյոք բանակցությունների ժամկետը եւս 3 ամսով երկարաձգելու պահանջով դատական հայցը նշանակում է, որ Կարապետյանները պատրաստ են քննարկումներին։ Հայաստանի էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը չի բացառում։ Հակված չենք, այսպես ասենք։ Հակված չեք։
Ամեն դեպքում որ առաջարկ լինի հիմա այս ընթացքում նոր կքննարկեք այդ առաջարկը։ Ես կարծում եմ, որ նույն առաջարկը պետք է լինի, չեմ կարծում ինչ-որ բան փոխվի։ Կստանանք արդեն բաց կլինի։ Թե կառավարությունն ինչ գիներ առաջարկել ընկերությունը ձեռք բերելու համար կողմերը չեն հանրայնացնում։ Սամվել Կարապետյանի թիմից Դավիթ Ղազինյանի խոսքով իրենք Հայաստանի էլեկտրական ցանցերի ակտիվները մոտ 1 միլիարդ դոլար են գնահատում։ Գործադիրի առաջարկն իրենց պատկերացրածից ցածր է եղել։ Ամեն դեպքում մենք մեր մոտ քննարկենք, եթե այլ առաջարկ լինի, բայց հակված չենք, ասենց ասեմ, նույն իմ ասած տարբերակն է, այսինքն Սամվել Կարապետյանը փողի կամ գույքի կրիչ չի տալիս, էլի։ Կարապետյանների ներկայացուցիչը պնդում է, որ ընկերության ակտիվները պետք է գնահատվեն նախորդ տարվա հուլիսի դրությամբ, մինչ ժամանակավոր կառավարիչ քաղաքացիական պայմանագրի անդամ Ռոմանոս Պետրոսյանի նշանակումը, քանի որ պնդում է անցնող ամիսներին հեծի դրությունը վատ տարածել է։ Ընկերությանը լիցենզիայի զրկելու որոշմամբ են գինը գցել։ Իշխանությունները այդ փոքրիկ խմբակ կոչվածը ձգտում են գնահատում անել արդեն լիցենզիան զրկված վիճակում եւ իրենց կողմից ապիկար կառավարման արդյունքում հայտնված վիճակում հեծը, որին մենք կտրականապես դեմ ենք, այսինքն մենք հեծը տվել ենք ու այսպես ոչ ինքնական կառավարման պետությանը հուլիսի 18-ից տվել ենք լիցենզիայով, տվել ենք բավականին լավ վիճակ, այսինքն վերցնեն լիցենզիայից ապօրինի զրկեն, 8 ամիս վատ կառավարեն գույքի ակտիվի արժեքը գցեն, այսպես ասած, ու նոր գնահատեն, ես այդտեղ անգամ միտում եմ տենում։ Հենց Դավիթ Ղազինյանի աշխատանքի շրջանում մինչ ընկերության շուրջ այս պատմության մեկնարկն անկախ աուդիտորական ընկերությունը վերջին անգամ 2024-ի ավարտի դրությամբ է հաշվարկներ արել ու ընկերության կապիտալը մոտ 360 միլիոն դոլար գնահատել, չհաշված մի քանի 100 միլիոն դոլարի պարտավորությունները։ Եթե մոտ 1 միլիարդ դոլարն, ինչպես ասում են, մեկնարկային գինն է, ապա եթե ի վերջո գործարք լինի, Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացումն ինչ կարժենա պետական բյուջեի համար, թիվը մոտ կլինի 360 միլիոնին, թե 1 միլիարդին։ Այս պահին հնարավոր չէ ասել։ Առայժմ պարզ չէ, թե ինչպես ու ինչ աղբյուրից է գործադիրը վճարելու Կարապետյաններին։ Նոր գնորդի կներգրավեն, թե բանկերից գումար կվերցնեն ու պետական պարտքն էլ ավելի կընդլայնեն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը ավելի մեղմ պատժով է ավարտել առանց վարորդական մեքենա վարելու պատմությունը։ Ազատությունը մինչդեռ այստեղ ենթադրյալ այլ հետք է գտել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը Ավետ Կոնջորյանը առանց վարորդական իրավունքի մեքենա է վարել, հայտնաբերվել պարեկների կողմից եւ պատասխանատվությունից ազատվել հնարավոր ամենամեղմ տարբերակով։ Նոյեմբերին քննչական կոմիտեն որոշել է համաձայնությամբ տուգանք կիրառել Կոնջորյանի նկատմամբ։ Համաձայնությամբ տուգանք կիրառելու համար անհրաժեշտ էր, որ սա լիներ Ավետ Կոնջորյանի առաջին հանցանքը, այնինչ վերջինս դեռ 2010 թվականին դատապարտվել էր խարդախության համար։ Սա չի խանգարել, որ քննչական կոմիտեում հայտնվի մի տեղեկանք այն մասին, որ Կոնջորյանը նախկինում չի դատապարտվել։ Կոնջորյանի մասին այդպիսի տեղեկանք քննչական կոմիտեին կարող էր տրամադրել միայն ոստիկանությունը, որտեղից ազատությանը հայտնել են, որ ոչ մի տեղեկանք Ավետ Կոնջորյանի համար չի տրամադրվել։ Ավետ Կոնջորյանը խարդախության համար դատապարտվել էր 2010-ին։ Ըստ գործի Կոնջորյանը զբաղվելով բնակարանների առքուվաճառքով խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Գագիկ Մեսրոպյանի հետ։ Աբովյանցի Ալվարդ Մկրտչյանին բնակարան վաճառելու պատրվակով որպես կանխավճար մաս ստացել են մոտ $15,000 եւ հափշտակել։ Կոնջորյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չէր կիրառվել։ ՀՀՆԳ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում Ավետ Արսենի Կոնջորյանի նախկինում դատվածություն չունենալու վերաբերյալ 2025 թվականին տրամադրած ձև 8 տեղեկանք չի արձանագրվել։ Հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Մինչդեռ քննչական կոմիտեն ազատության 2 գրավոր հարցերին պատասխան հայտնել է, որ համապատասխան տեղեկանքը հենց ներքին գործերի նախարարությունից է ստացվել։ Ինչպես է քրեական վարույթի նյութերում հայտնվել Կոնջորյանի դատապարտված չլինելու տեղեկանքը, հետաքրքրվեցինք դատարանում նրա ներկայացուցիչ Մելանիա Սարգսյանից։
Փաստաբանի այս պնդումը հերքում է հենց ներքին գործերի նախարարությունը։ Ազատությանը տրամադրած պատասխանում նախարարությունից հայտնել են. ՀՀՆԳ կողմից տրամադրվող ձև ու տեղեկանքն իր մեջ ներառում է ՀՀՆԳ հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանում ֆիզիկական անձանց վերաբերյալ հաշվառված եւ պահպանվող ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում մարված կամ վերացված դատվածության վերաբերյալ։ Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, երբ որ փեսաները, քավորները, քենիները, բաժանաղները, բաժանաղի վարորդները, վարորդների սիրուհիները իրենց անձնական հարաբերություններն օգտագործել են հանրային բարիքի ոտնահարման համար։ 2021 թվականին ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր Ավետ Կոնջորյանի եղբայր իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Հնարավոր է այդպիսի մի միջամտության արդյունքում է ձև 8 տեղեկանքն այդ բովանդակությամբ հայտնվել քրեական վարույթի նյութերում։ Հետաքրքրվեցինք Ավետ Կոնջորյանի փաստաբանից։ Եթե համաձայնությամբ տուգանքի հնարավորությունից Կոնջորյանը քննչական կոմիտեն չօգտվեին, դատարանը կարող էր այլ պատժատեսակներ ընտրել, օրինակ ազատազրկում մինչև 1 ամսով, հանրային աշխատանք մինչև 150 ժամ կամ տուգանք առավելագույնը 15 պատիկի չափով։ Դատարանում Ավետ Կոնջորյանը ներկայացել է աշխատանք չունեցող, թեպետ ռեգիստրում մինչև 2026-ի հունվար նա նշվում է որպես բնակարանների վաճառքով զբաղվող Միլոն Realty ընկերության տնօրեն։ Աշխատանք չունենալը ենթադրաբար օգնել է, որ նրա նկատմամբ նշանակվեր ոչ թե աշխատավարձի 15 պատիկի, այլ նվազագույն աշխատավարձի 15 պատիկի չափով տուգանք, ինչը թույլ կտար մի քանի անգամ նվազեցնել տուգանքի չափը։ Ավետ Կոնջորյանը դատարանից խնդրել էր հաշվի առնել իր գույքային դրությունն ու տարաժամկետ էլ վճարումը, դատարանը համաձայնել էր սրան։ Ինչպես եղբայրը Ավետ Կոնջորյանը եւս քաղաքացիական պայմանագրի անդամ է։ 2021-ի դրությամբ նա Կոտայք ջրօգտագործող ընկերության վերահսկողության պետի տեղակալն էր, իսկ վերջին տարիներին աշխատում էր բնակարանների վաճառքով զբաղվող Միլոն Realty ընկերությունում որպես տնօրեն։ Հետքն ամիսներ առաջ պարզել էր, որ Կոնջորյանը շուկայականից մի քանի անգամ ցածր գնով առանձնատուներ գնել Միլոն Realty սեփականատերերի հետ կապված ընկերությունից։ Պատգամավորը հերքել էր, որ բնակարանն իրեն վաճառվել է շուկայականից էժան գնով։ Դատարանն այսօր մերժել է պաշտպանների միջնորդությունը տնային կալանքից ազատ արձակել Շիրակի թեմի առաջնորդին, միաժամանակ թույլատրելով, որ Միքայել arczepiskopos Աջապահյանը մասնակցի պատարակների։ Առաջին ատյանի դատարանը բարձրաստիճան հոգևորականին մեղավոր է ճանաչել իշխանությունը զավթելու կոչի համար, քրեական գործը նա համարում է քաղաքական հետապնդում։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։